Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից եւ այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք Ադրբեջանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ռազմական զորավարժությունները, որոնք իրանք անցկացրեցին Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ վերջի տվյալները, այդ թվում Օսինտի բաց հետախուզական տվյալները ցույց են տալի, որ հադրութում է տեղի ունեցել այս զորավարժությունները այս երկու պետության։ Կարծում եմ կարևոր հարց է, որ քննարկենք եւ ուստի այսօրվա մեր ուղղությունը գլխավոր դա կլինի։ Միջև անցնել բուն թեմային ուզում եմ ասեմ, որ մենք մի քանի օր է ձեր հետ միասին վերլուծություն չէինք արել, որովհետեւ կարևոր զարգացումներ այս ընթացքում, որի մասին առանձնահատուկ պետք է խոսեինք, չկար եւ չեմ համարում, որ բոլոր հարցերը պետք է այստեղ մենք քննարկենք, միայն այն հարցերն ենք քննարկում, որոնք առավել կարևորություն ունեն, շատ թեմաները այնպես էլ բավարար ԶԼՄ-ներում քննարկվում են եւ դրանից ավել մանրամասն քննարկել անհրաժեշտ չէ, իսկ մեր ալիքը, ինչպես դուք գիտեք, սա ԶԼՄ չէ եւ նույնիսկ չունի ցանկություն որևէ ձևով փոխարինել կամ դառնալ ԶԼՄ-ի նման ձևաչափ, սա վերլուծական դաշտ է, որտեղ որ մենք ձեր հետ միասին անցկացնում ենք վերլուծություններ ըստ անհրաժեշտության, ըստ ստեղծված իրավիճակի։ Ինչպես դուք գիտեք, հարգելի հայրենակիցներ, զուգահեռ դրա ես զբաղվում եմ նաև շատ կարևոր հարցերով, այդ թվում ոչ միայն հայկական ԶԼՄ-ներին եմ տալի հարցազրույցներ, կարող եք դիտել դա, այդ թվում YouTube-յան ալիքիս վրա, Facebook-յան ալիքի վրա, LinkedIn-ի վրա, այդպես էլ վրացական ԶԼՄ-ներին, այդպես էլ ակտիվ մասնակցում եմ ցույցերում, որոնք Վրաստանում իդեմս նշեմ շարունակվում են եւ կիրակի օրը շատ ակտիվ ցույց ունեցանք, ամբողջ օրը զբաղված է հենց այդ ցույցով, որի մասին տվյալները, որի ուրեմն տեսահոլովակները դուք կարող եք դիտել իմ Facebook-յան էջի վրա եւ նաեւ բաժանորդագրվել իմ Facebook-յան էջին։ Ինչու է դա կարևոր, որովհետեւ այդ ուղղությունը առաջնահերթություն է Վրաստանի ներքաղաքական հարցը, բայց այդտեղ շատ մանրամասն վերլուծելու այս պահին չկա, ձեր հետ միասին չեմ համարում, որ մանրամասները այդ ցույցերի մասին ձեր համար այս փուլում հետաքրքիր են։ Ընդհանուր առումով պետք է ասեմ, որ ցույցերը շարունակվում են, ես ակտիվ շարունակում եմ մասնակցել ցույցերին, ինչպես գիտեք, մեզ այս փուլում էլ չեն տուգանում, որովհետև մենք երեսները փակում ենք արդեն ցույցերի ժամանակ եւ այսպես ասած ստիպված ենք դա անել, որ հենց չտուգանեն, որովհետև տուգանքներ ցավոք բոլորս ունենք եւ տուգանքների քանակը շատ ակտիվ բարձրացրել են, ինչպես ես ասացի, այդպես էլ գումարի քանակը տուգանքի, ինչպես նաեւ քանի անգամ են մարդկանց տուգանում, տասնյակ տուգանքներ ունեն, ես անձամբ 2 տուգանք ունեմ, մեկը արդեն վճարել եմ $1800, 5000 լարի մոտավորապես, ինչը $1800 է անում, մյուս տուգանքը մոտակա շաբաթների ընթացքում պետք է նաև վճարեմ, եւս 5000 լարի, ինչը $1800 է անում, եւ ցանկության դեպքում ձեր ներդրումը ունենաք այս տուգանքի վճարման գործում, մենք ներսում էլ Վրաստանում ունենք այսպիսի միմյանց աջակցության գործընթաց եւ ցանկության դեպքում դուք կարող եք դա անել նկարագրությունում նշված հնարավորությունների միջոցով։ Հարգելի հայրենակիցներ, նաև կոչ եմ անում ձեզ անպայման բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայքերը եւ գրեք մեկնաբանությունները, սա հիշեցնեմ, որ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, որը շատ լավ զարգանում է ձեր շնորհիվ եւ նաեւ աջակցության համար ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ տարբեր մարդիկ արդեն իրենց ներդրումը նաեւ տուգանքի առումով ունեցել են եւ ես ձեզ շնորհակալ եմ այս կարեւոր ոչ թե իմ աջակցության, այլ ընդհանուր գործի եւ նպատակի աջակցության համար, դա շատ կարեւոր է ընդգծեմ։ Հիմա անցնենք արդեն բուն իրավիճակին։ Ադրբեջանի եւ Իրանի միասնական զորավարժություններին Լեռնային Ղարաբաղում։ Հիշեցնեմ, հարգելի հայրենակիցներ, որ այս զորավարժությունները շարունակություն են առանց զորավարժությունների, որոնք միջև այդ տեղի ունեցան։ Դե առազը գիտեք, Արաքս է նշանակում եւ Արաքսի գոտում տեղի ունեցավ Ադրբեջանի եւ Իրանի կողմից։ Չնայած նրա, որ ադրբեջանական պաշտոնյաները չեն նշել, որտեղ է տեղի ունեցել այս զորավարժությունները, իրանական ԶԼՄ-ները, եւ սա կարեւոր է ընդգծել, նշել են, որ զորավարժությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում կամ Ղարաբաղի հատվածում։
Ըստ ադրբեջանական պաշտպանության նախարարության, սա այս զորավարժությունները նպատակ ունեին պատրաստել ավելի խորը կապեր եւ ամրապնդել կապերը ռազմական համագործակցության համար Իրանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես նաեւ աջակցել վստահության մակարդակի աճին եւ զարգացմանը երկու պետության միջև։ Ըստ իրանական անգլերեն լեզվով Tehran Times պարբերականի եւ Մեհր ուրեմն ԶԼՄ-ից պարբերականի այս դեպքում մենք գիտենք, որ իրանական կողմից մասնակցել են իրանական իսլամական ուրեմն այս հեղափոխության պաշտպանների էլիտար զորամիավորումը, ինչը նաեւ շատ բան է ասում այս գործընթացի մասին։ Բացի դրանից, պետք է նշել, որ սա առաջի անգամ է, երբ այսպիսի զորավարժությունները տեղի ունեցան հենց Լեռնային Ղարաբաղում կամ Ղարաբաղի տարածքում Իրանի եւ Ադրբեջանի միջև։ Վերջի տարիների ընթացքում ձեր հետ միասին մենք ակտիվ նաեւ վերլուծել ենք, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, այդ թվում զորավարժությունների առումով ակտիվ զարգանում են եւ մենք տեսանք զորավարժություններ Կասպիացի ծովում, մենք տեսանք զորավարժություններ Արազի հովտում, մենք տեսնում ենք շատ լուրջ փաստաթուղթ, որը մենք ձեր հետ մանրամասն քննարկել ենք, լուրջ հարաբերությունների զարգացում, որը տեղի ունեցավ վերջի այցի ժամանակ Իրանի նախագահ Փեզեշքյանի Բաքու եւ Իլհամ Ալիևի հետ կնքած այդ պայմանագիրը, որի ընթացքում մենք տեսնում ենք, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ակտիվ զարգանում են, ինչպես նաեւ կողմերը ակտիվ աշխատում են Արազի միջանցք, որը նշանակում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կամ Մեղրու հատվածի ճանապարհի հարավային ափի վրա Արաքսի կապը, որը պետք է Նախիջևանը եւ մնացած Ադրբեջանը իրար հետ կապի, այդ ուղղությամբ նաեւ կողմերը ակտիվ աշխատում են։ Ամենակարևորը նաեւ այն է, որ մենք տեսնում ենք ուրեմն երկաթի Բրունսկ այս հուշարձանը, որը Ադրբեջանը գիտեք օգտագործում է ինչպես հուշարձան նրա հաղթանակի ճակերտներում հայերի դեմ եւ հայերի վրա այս երկրորդ Ղարաբաղյան պատերազմում տեսնում ենք մենք, որ Ադրբեջանի եւ Իրանի զինված ուժերի բարձր պաշտոնյաները, որոնք այս զորավարժությունները առաջնորդում էին, իրենք գնացել են եւ հարգանքի տուրք են մատուցել, զարմանալի է, ես չեմ պատկերացնում ոնց կարելի է հարգանքի տուրք մատուցել երկաթի Բրունսկին, բայց փաստորեն դա են արել եւ հադրութում են դա արել։ Եվ սա շատ կարևոր է նշել, հադրութում է այդ տեղակայված, OSINT տվյալները դա ցույց են տալի եւ հադրութում են տեղակայել դա 2021 թվականի հունիսին Իլհամ Ալիևն անձամբ այդ երկաթի ուրեմն պողպատե կարծես, հա, Բրունսկը այդտեղ տեղակայել, որը իր գլխավոր պրոպագանդիստական ուղղություններից մեկն է։ Դե ինչպիսին է իրենց զարգացման աստիճանը, այդպիսին է իրենց հուշարձանները եւ երկաթի Բրունսկ հուշարձանով բռնապետական այս մարդասպան համակարգը, որը հայերի իրենց հայրենիքից, պատմական հայրենիքից էթնիկ զտում կազմակերպեց եւ այդ փաստերը, գիտեք, շատ կարեւոր է նշել։ Մի հարց է աշխարհաքաղաքական զարգացումները, քաղաքական զարգացումները, սովետական սահմանները եւ այլն, բայց ուրիշ հարց է պատմության հարցը։ Եվ այսօր, երբ մենք ապրում ենք բարձր տեխնոլոգիական դարում, երբ դու արհեստական բանականության միջոցով կարող ես շատ հեշտ պարզել, թե ով է Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը, հայերը թե ադրբեջանցիք, եւ պատմությունը կեղծել անհնար է, ով որ դարում է այդտեղ սկսել ապրել, ապա այս դեպքում դեռ հարց է, ով է իրականում հաղթածը եւ պարտվածը եւ ով է պատմության ճիշտ, դա հարց է, բայց ով է պատմության ճիշտ եւ սխալ կողմը, դա հարց չէ, եւ ակնհայտ է, որ հայերը պատմության ճիշտ կողմում մենք գտնվում, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը հայերի պատմական բնորանն է
եւ դա փաստ է, դա քաղաքական եւ աշխարհաքաղաքական եւ սահմանների հարցում կարա ուրիշ զարգացում ունենալ, բայց պատմությունը հաստատում է այն, որ էթնիկ զտում է տեղի ունեցել բնիկ ժողովրդի այդտեղ։ Իրանի կողմից այսպիսի քայլերը հասկանալի է թե ինչու են տեղի ունենում եւ մենք ձեր հետ միասին դրա մասին նաեւ մանրամասն խոսել էինք։ Դրա նպատակը այն է, որ Իրանը ուզում է մոտենալ Ադրբեջանի հետ, ել ավելի սերտացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ինչու է անում սա Իրանը, որովհետեւ մի կողմից կորցրել է իր դիրքերը Ադրբեջանում, որը զբաղեցնում է հիմա 80%-ով Թուրքիան, 10-15%-ով Ռուսաստանը եւ Իրանը ուզում է 5%-ով գուցե զբաղեցնի կամ նույնիսկ աճեցնի մի փոքր 10-15% միջև ռուսական դիրքեր աճեցնի իր ազդեցությունը։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը շիա պետություն է, Իրանի համար դա շատ զարմանալի իրավիճակ է, որ այդտեղ ազդեցություն չունի։ Իրանը կորցրել է իր ազդեցությունը Լիբանանում Հեզբոլլահի ուղղությամբ, որովհետեւ կարելի ասել գրեթե ոչնչացված է Հեզբոլլահը։ Իրանը շատ բարդ իրավիճակում է գտնվում Ղազայի հարցում, Իրանը ունի լուրջ խնդիրներ Եմենի հութիների հարցում, որոնց աջակցի խնդիր է իր համար, չաջակցի նաև խնդիր է իր համար։ Իրանը բալոչների ուղղությունով ունի խնդիր Պակիստանի ուղղությամբ, Պակիստանի հետ չի այդ խնդիրը, բայց բալոչների հետ է, որովհետև Պակիստանի սահմանի մասին, մենք սրա մասին ձեր հետ մանրամասն խոսել ենք Պակիստանի էթնիկ քարտեզի վերլուծության ժամանակ։ Ընդհանուր առումով կարելի է ասել, որ Իրանի համար, բացի դրանից մենք ձեր հետ մանրամասն խոսել ենք Իրանի համար ադրբեջանցիքի կարևորության մասին, եւ այդ վերլուծությունը դուք նաեւ կարող եք դիտել Իրանի էթնիկ քարտեզը, դա շատ կարևոր վերլուծություն է, ով չի դիտել, ես կոչ եմ անում ձեզ անպայման դիտեք, որովհետեւ ձեզ կտա պատկերացում, թե ինչու է Իրանը հետաքրքրված ադրբեջանցիքի հետ հարաբերությունները պահպանել եւ զարգացնել, որովհետեւ իր համար դա ներքին անվտանգության հարցել է նաեւ։ Մյուս կողմից, այնինչ Իրանը ունի դիրքորոշում Հայաստանի հանդեպ, նկատի ունեմ Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Սյունիքի ուղղությամբ որևէ սահմանների փոփոխության թույլատրության դեմ, դրա դեմ իր ուղղված քաղաքականությունը իհարկե ի նպաստ Հայաստանի է, բայց ընդհանուր գործընթացը ինչպիսին է այս քայլը հիմա Իրանի կողմից դեպի Ադրբեջան, իհարկե ինքը նեգատիվ է եւ չի կարող իր ազդեցությունը չունենալ հայ-իրանական հարաբերություններում, չի կարող այնպիսի իրավիճակ լինի, որ մենք չնկատենք սա պետք է նկատել, պետք է չմոռանալ, որ Իրանը ինչպես իր նախագահը էթնիկ թուրք եւ ադրբեջանցի է, ազերի է, ինչպես իր աշխատակազմում եւ պետական համակարգում շատ մեծ ներկայություն ունեն տնտեսության մեջ եւ այլն, պատմական կապերը, ընդհանրապես պատմությունը հետաքրքիր բան է, չմոռանանք ով է բերել այստեղ օղուզների ցեղերը, որոնք այսօր հայտնի են մեզ ինչպես ադրբեջանցիք, թուրքական ցեղերը կենտրոնական Ասիայից, ով է բերել, ինչպես է բերել, որ տարածքներով են եկել եւ ինչ դեր է ունեցել Իրանը, պարսիկները, Պարսկաստանը նրանում, որ Հայաստանի, արևելյան Հայաստանի, այսպես ասենք, տարածքում իսլամական, ուրեմն շիա բնակչության քանակը աճի, քրիստոնեական, հայկական բնակչությունը նվազի, որովհետեւ Իրանը այս կողմ կրոնական առումով էր նաև դիտարկում տարածաշրջանում իրավիճակը եւ այսօր երբ Ալիևը խոսում է նրա մասին, որ այստեղ մեծամասնություն են ունեցել կամ մեծ բնակչություն են ունեցել եւ այլն, ում քաղաքականության արդյունքներն են դա եղել եւ ինչ դեր է ունեցել դրանում Իրանը։ Սա մոռանալ չի կարելի։ Պատմական փաստերը շատ կարեւոր են։ Ուստի, իհարկե, մենք կոչ ենք անում բոլորս կարծում եմ ձեր հետ միասին, որ Իրանի հետ բալանսավորված եւ ճիշտ քաղաքականությունը շարունակվի, բայց այստեղ նաեւ ես ընդգծում եմ, որ այսպիսի փաստերը չի կարելի չնկատել։ Սա չի նշանակում, որ իրենց պետք է արձագանքել, բայց սա նշանակում է, որ մենք պետք է ֆիքսենք, հետևենք եւ ես համոզված եմ հայկական պետական համակարգը առնվազն օգնում ենք, փորձում ենք դրան, որ ակտիվ հաշվի առնի բոլոր այս զարգացումները, բոլոր այս իրավիճակը։ Եվ ընդհանուր առումով իհարկե սա կարելի է ասել, որ այնպիսի փաստ է, որը
նշանակում է, որ մենք պետք է նաև հետևենք այլ ավելի ակտիվ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը, որովհետեւ հավանական է, որ կարող են լինել նոր եւ նոր քայլեր եւ վերլուծենք այդ հարաբերությունների զարգացման վտանգները, հատկապես Հայաստանի ուղղությամբ։ Այսքանով կարծում եմ այսօրվա այս մեր վերլուծությունը ավարտում ենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Հարցերի դեպքում, հարգելի հայրենակիցներ, կարող եք գրել մեկնաբանություններում, մենք կհանդիպենք, ցտեսություն։